են եկել, ամրացնեն, վերանորոգեն, ամեն դեպքում տեսքի բերեն, դա քաղաքի էլի լուրջ կոմպոնենտներից է, որտեղ որ մարդիկ ժամանակ են անցկացնում։ Մինչև սպասում են այդ ավտոբուսները, մինչև դժվարությամբ, թելսելով, էլ շատ լավ բան չասեմ։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Պարոն Ավագյան, ուրեմն ինչ վերաբերում է թելսելին, ես առաջարկում եմ առհասարակ երբ որ այդ կոչը անում եք, լավ եք անում ձեր իրավունքն է, բայց առարկայական հասկանանք, թե որ խնդրի համար եք անում, որտեղ ուղղակի ասել թելսելից հրաժարվեք, որտեղ վատ է լինելու, ես ինչ արձագանք եմ, չենք հրաժարվի, որտեղ լավ է լինելու, այդ չի լինում, էլի բովանդակային խոսակցություն, թե կոնկրետ խնդիր կա, կոնկրետ խնդիրը խնդրում եմ բարձրաձայնել։ Ինչ վերաբերում է կանգառներին, կանգառների մասով լրացուցիչ հրահանգավորման անհրաժեշտություն քաղաքապետի կողմից չկա, որտեղ արդեն այդ հրահանգը տրված է, եւ ասեմ, որ նախկինում մի կազմակերպության հետ համագործակցություն է կնքվել շատ վաղուց, որ որոշակի կանգառներ պետք է փոխարինվել եւ փոխարինվում են, բայց տեմպերը եւ ծավալը մեզ չի բավարարում, ինչով պայմանավորված արդեն հանձնարարական նաեւ տրվել է իմ կողմից, որպեսզի համապարփակ կոնցեպտը մշակվի, որտեղ մենք այդտեղ չենք տեսնում, որ մենակ պետքա քաղաքային բյուջեի միջոցներով մենք հնարավոր լինի բոլոր կանգառասրահները փոխարինել, որտեղ դուք խնդիրը ճիշտ եք բարձրաձայնում, բայց միակ խնդիրը ինչի, որ եղած կանգառասրահները ոչ միշտ են պատշաճ վիճակում, որտեղ մենք մեկ այլ խնդիր ունենք, որ մեր փաստացի կանգառներից, այսինքն այնտեղ որտեղ կանգառ կա, շատ տեղերում այդ կանգառասրահը անգամ չկա, որ վատ վիճակում լինի կամ լավ վիճակում լինի, որ շուռ գա կամ շուռ չգա։ Դրա համար հանձնարարականը տրված է, որպեսզի նաև մասնավորի ներգրավման տրամաբանությամբ եւ մրցակցային ընթացակարգով կոնցեպտը ներկայացվի, այսինքն ոնց պետքա ներգրավի մասնավորը, որ համ կանգառասրահները մասսայական տեղադրվեն, համ սպասարկվեն, որտեղ բացառապես քաղաքապետարանի բյուջեով բոլոր տեղերում դնել կանգառասրահ, դա սպասարկել, ներկել, մաքրություն ապահովել եւ այլ, դա բավականին մեծ բեռ է, որը այս պահին բյուջեով չի նախատեսվում իրականացնել։ Այդ կոնցեպտը հենց պատրաստ կլինի, կարծում եմ մոտավորապես մի 2 շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի, պատրաստական եմ նաեւ աշխատանքային կարգով ձեզ հետ քննարկել, ձեր դիտարկումները լսել, ինչպես եւ արվել է բազմաթիվ հարցերով։ Այսքանը շնորհակալություն։ Բենզալցակայաններին է։ Բենզալցակայանների մասով էլ նույնպես, եթե չեմ սխալվում, այս ուրբաթ օրը նաեւ մենք համապատասխան ասոցիացիայից նամակ ունենք ուղղված քաղաքապետին, որոնց հետ պետք է հավաքվենք, քննարկենք խնդիրները, բայց այստեղ էլ խնդիրը բացառապես քաղաքապետարանի դաշտում չի, դուք շատ ճիշտ եք ասում, որ շատ բենզալցակայաններ, այսինքն անհասկանալի է, ինչպես են կառուցվել, ինչպես են վերակառուցվել շատ ժամանակ եւ արդեն բազմաթիվ բենզալցակայաններ վտանգ ներկայացնող մեր կողմից քանդվել է, բայց process-ը շարունակական է ու պետք է այստեղ թացը չորեր չխառնենք, մի հատ իրենց մտահոգություններն էլ լսենք, հասկանանք ում ենք թույլ տալիս ու ինչ սկզբունքով, ում որ թույլ չենք տալիս, ինչ ժամկետներում եւ ինչպես պետք է ապամանտուժումները իրականացվի։ Շնորհակալ եմ, հավելեմ ընդհանրապես պարոն Ավագյան, որ բենզալցակայանների հետ կապված, որոնք որ փաստաթղթային որևէ խնդիր ունեցել էին, մինչ այս պահը լիցենզիաների եւ թույլտվությունների հետ կապված քաղաքապետարան դեռևս չի տվել այդ բենզալցակայաններին, բայց այս հավաքից հետո կան որոշակի օրինակ տրամաբանական բարձրաձայնվող հարցեր, օրինակ նախկինում ինչ որ մի բենզալցակայան գրանցվել է եւ նախկինում կադաստրում ծածկը չէր գրանցվում, հիմա գրանցում է եւ այդտեղ է նմանատիպ շեղում է, այսինքն պետական մարմնի, այսպես ասած, քաղաքականության փոփոխության մասով է շեղումը, միտեղ էլ շեղումը այնպեսին է, որ ամբողջ բենզալցակայանը ինքնակամ կառուցված է համայնքային հողի վրա, նույնիսկ հողի վարձակալության հետ կապված որոշակի հարցեր կան, այդ բոլոր ցանկով անցնում ենք եւ մենք նախորդ տարիներին արդեն մոտավորապես 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ քանդել ենք քաղաքում, որոնք որ նմանատիպ լուրջ խնդիրներ են ունենալու, վստահաբար էլի այս process-ը իրենց մասով նվազագույնը շարունակվելու է։ Պարոն քաղաքապետ, ես ներողություն եմ խնդրում մի բան էլ ձեր թույլտվությամբ հավելեմ։ Պարոն Ավագյան, նաեւ եթե դուք տնտեսվա
ծառայողների հետ զրուցեք, վստահ եմ բարեխիղճ մոտեցման դեպքում ձեզ կասեն, որ տարիներ շարունակ իրենք տենց առանձնապես մեծ խնդիր քաղաքապետարանի հետ չեն ունեցել, տրամաբանությունը հանգել է նրան տուրքը վճարված է թե վճարված չի, եւ ըստ էության այս բողոքները, այն որ թույլտվությունները ստանալու այդ խնդիրներ կան, հենց նրա ցուցիչն է, որ մենք ստեղել ենք բարեփոխում իրականացնում եւ բացի նրանից, որ կոպիտ ասած փողը վճարեք աշխատեք, այս տրամաբանությունը էլ չի աշխատում, պետք է լինեն անվտանգային նորմերի համապատասխան արկայությունը հավաստող փաստաթղթեր, թվային տիրույթ ենք մենք այս process-ը տեղափոխել եւ ըստ էության այն սովորական ռեֆորմի իրականացման process-ում ենք, որ երկար ժամանակ անհասկանալի տրամաբանությամբ, բայց կարծրացած ինչ-որ process-ը փորձում ենք ինչ-որ տրամաբանությամբ բերել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Պետրոս Զարուկյան։ Հա, ուրեմն վերջերս պարոն Ավնյան մի լրագրող ձեզ հարց ուղղեց քրեական գործերի հետ կապված եւ դուք պատասխանեցիք, մեջբերում եմ։ Իմ հետ կապված իրավական